Hello everyone, I am Arsene Gasparyan. Welcome. Բարի օր բոլորին, ես Արսեն Գասպարյանն եմ, բարի գալուստ ABC Media Genesis Talks հատուկ հաղորդաշար։ Մեր այսօրվա հյուրը Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, նորին գերազանցություն պարոն Խալիլ Շիրօղլամին է։ Բարի գալուստ պարոն դեսպան։ Մինչ կսկսենք մեր քննարկումը, ցանկանում եմ իմ խորին ցավակցությունը հայտնել Իրանի ժողովրդին եւ այն ընտանիքներին, որոնք սգում են հոգեվոր առաջնորդ Ալի Խամենեիի, բարձրաստիճան ռազմական ու պետական պաշտոնյաների, ինչպես նաեւ պատերազմի ընթացքում զոհված անմեղ քաղաքացիների կորուստը։ Հատկապես ցանկանում եմ հիշենք այն փոքրիկ աղջիկներին եւ նրանց ուսուցիչներին, որոնք զոհվեցին Մինաբի օրիորդաց դպրոցի դեմ իրականացված ողբերգական հարձակման հետևանքով։ Դա ծանր կորուստ էր, որը վշտացրեց բոլորին ամբողջ աշխարհում։ Թող զոհվածների հոգիները հանգչեն խաղաղությամբ եւ թող արժանապատվությունն ու խաղաղությունը հաղթեն հակամարտությանը։ And peace prevail over conflict. Thank you, Gaspar, for having me. Շնորհակալ եմ հրավերի համար, պարոն Գասպարյան։ Ուրախ եմ հյուրընկալվելու ձեր հաղորդմանը եւ խոսելու ձեր հարգարժան լսարանի համար։ Շնորհակալ եմ Իրանի ժողովրդին համերաշխության հայտնելու համար։ Եղբայրական հայ ժողովրդից զորակցության բազմաթիվ ուղերձներ ենք ստացել։ Շատ շնորհակալ ենք։ And nation, thank you so much. So my first question Առաջին հարցս բնականաբար վերաբերում է ռազմական գործողություններին եւ այսօր Իրանում շարունակվող իրադարձություններին։ Արտաքին հակամարտությունների ժամանակ Իրանը պատմականորեն ցուցաբերել է բարձր ռազմավարական դիմադրողականություն։ Քաղաքագիտական տեսանկյունից վարչակարգի փլուզման համար անհրաժեշտ է 3 պայման։ Առաջինը էլիտայի պառակտումն է, երկրորդը զանգվածային մոբիլիզացիան եւ երրորդը ուժային կառույցների իշխանություններին աջակցելուց հրաժարվելը։ Ամերիկացիներն ու իսրայելցիները գործի դրեցին իրենց բոլոր կարողությունները։ Ակնհայտ է, որ հասարակության որոշ շերտերում դժգոհության դրսևորումներ եղան։ Այնուամենայնիվ Իրանի ուժային կառույցները պահպանեցին իրենց հավատարմությունը պետությանը։ Հարցս հետևյալն է. որն է երկրում միասնությունը պահպանելու Իրանի իշխանությունների կարողության գաղտնիքը։ to maintain Iran's unity. Well, you know the whole story of the aggression against Իրանի դեմ իրականացվող ագրեսիայի ողջ պատմությունը հիմնված է բազմաթիվ սխալ ընկալումների եւ սխալ հաշվարկների վրա, որոնք պայմանավորված են Իրանի եւ Իրանի ժողովրդի մասին թյուրըմբռնումներով։ Իրանի ժողովուրդն աշխարհի սակավաթիվ քաղաքակրթական ազգերից մեկն է, նկատի ունեմ իրական ազգերին, ոչ թե արհեստական ազգերին, որոնք ձևավորում են համաշխարհային պատերազմներից հետո, օրինակ առաջին կամ երկրորդ աշխարհամարտերից հետո։ Իրանն ունի 7000 տարվա գրավոր պատմություն։ Պատմության ընթացքում Իրանի ժողովուրդը մշտապես դիմակայել է բազմաթիվ ագրեսիաների եւ ներխուժումների։ Երբեմն մենք պարտվել ենք, սակայն միևնույն ժամանակ միշտ եղել ենք դիմացկուն եւ կարողացել ենք կլանել մեր երկիր ներխուժած ագրեսորներին։ Կարճ ժամանակ անց նրանք ձուլվել են Իրանի ժողովրդի քաղաքակրթությանն ու մշակույթին։ Միացյալ Նահանգները սանձազերծեց այս ագրեսիան հիմնվելով Իրանի ժողովրդի, ինչպես նաեւ Իրանում ազգային ինքնության եւ պետականության ընկալումների մասին թերի պատկերացումների վրա։ Ինչպես գիտենք, փետրվարի 11-ին տեղի ունեցել Բենյամին Նեթանյահուի այցը Սպիտակ տուն, որտեղ կայացել է հանդիպում։ Հանդիպման ընթացքում Նեթանյահուն ներկայացրել է ծրագիր, նշելով, որ կարելի է հարվածներ հասցնել Իրանի դեմ, նպատակ ունենալով թիրախավորել գերագույն առաջնորդին, մի շարք հրամանատարների, ինչպես նաև երկրի քաղաքացիական եւ ռազմական ենթակառուցվածքները։ Նրանք կարծում էին, որ մի քանի օրում կամ գուցե մեկ շաբաթում հնարավոր կլինի տապալել Իրանի քաղաքական համակարգը, ռազմական ու անվտանգային կառույցները, եւ ապա ժողովուրդը դուրս կգար փողոցներ աջակցելու իրենց, եւ ամեն ինչ կավարտվեր, առաքելությունը կհամարվեր ավարտված։ Արտերկրից ներթափանցող անջատողական խմբերի գործունեության շնորհիվ Իսրայելը նույնիսկ ծրագրում էր երկրի ներսում պառակտման սցենարներ։ Պարզվեց սակայն, որ այդ պատրանքները սխալ էին, որովհետև ի սկզբանե դրանք հիմնված էին սխալ հաշվարկների վրա։ Նրանք թերագնահատել էին Իրանի ժողովրդի ազգային ինքնագիտակցության եւ պետականության ընկալումը։ Երկրի ներսում սոցիալական, տնտեսական, քաղաքական հարցերի շուրջ կարծիքները տարբեր են։ Իհարկե կան որոշ դժգոհություններ, հատկապես տնտեսական իրավիճակի վերաբերյալ։ Այս ոլորտում առկա են նաև կառավարման որոշակի խնդիրներ։ Սակայն Իրանում տնտեսական իրավիճակի վրա ամենամեծ ազդեցությունն ունեցել են երկրի նկատմամբ տասնամյակներ կիրառվող անօրինական պատժամիջոցները, որոնց ոչ մի այլ երկիր չէր կարողանա դիմանալ։ Չնայած այս առնչությամբ իրանական հասարակության բազմակարծ լինելուն, արտաքին ագրեսիայի դեպքում այն վերածվում է մեկ միասնական ազգի, եւ դա կրկին ապացուցվեց, ամբողջ ազգը ոտքի կանգնեց այս ագրեսիայի դեմ։
Տեսանք ինչպես էին ամեն գիշեր մարդիկ դուրս գալիս փողոցներ, արտահայտելու իրենց համերաշխությունն Իրանի ժողովրդին եւ հայտարարելու, որ թույլ չեն տա, որ ագրեսորները ոտնձգություն իրականացնեն երկրի տարածքային ամբողջականության նկատմամբ։ Սա է իրականությունը։ Նրանք չկարողացան հասնել իրենց ռազմավարական նպատակներից ոչ մեկին, ոչ քաղաքական համակարգի տապալմանը, ոչ ինքնապաշտպանության նպատակով Իրանի իրականացրած պատասխան գործողությունների զսպմանը, ոչ էլ այն ակնկալիքին, որ ժողովուրդը դուրս կգար փողոցներ ընդդեմ քաղաքական իշխանության եւ կփորձեր տապալել այն։ Երեք նպատակներից եւ ոչ մեկը փաստացի չիրականացվեց։ Այս զարգացումների, այս ագրեսիայի դեմ Իրանի դիմադրության արդյունքում տարածաշրջանում ի հայտ է եկել ռազմավարական նոր հավասարակշռություն։ Իրանի ուժը եւ այդ ուժի տարածաշրջանային ազդեցությունն այժմ անհերքելի են։ Ուզեն թե չուզեն։ Նույնիսկ Միացյալ Նահանգներում հասկանում են, որ չեն կարող անտեսել Իրանի ժողովրդի ուժը։ Ահա թե ինչու օրեր առաջ նախագահ Թրամփը հայտարարեց, որ Էմիրությունների կամ Քաթարի էմիրի կամ մեկ այլ կողմի խնդրանքով Ամերիկայի Միացյալ Նահանգները որոշել է դադարեցնել Իրանի դեմ հարվածների վերսկսման ծրագիրը։ Ամենևին այդպես չէ։ Իրականում նրանք որոշեցին չվերսկսել հարվածներն Իրանի դեմ, քանի որ իրենց հետախուզական տվյալներից հասկացել էին, որ համակողմանի եւ ուժեղ հակահարված կստանային։ Սա է իրականությունը։ Հույս ունեմ, ինչ որ մեկը նրանց կհասկացնի, որ այս ճանապարհով նրանք չեն կարող հասնել իրենց նպատակներին։ Նրանք պետք է մտածեն Իրանի եւ Իրանի ժողովրդի նկատմամբ արդար եւ հարգալից մոտեցման մասին։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի իրավիճակից դուրս գալու լուծում գտնել։ There could be, some sort of settlement out of the situation. The case of Libya and the case of Լիբիայի եւ Մուամմար Քադաֆիի օրինակը ցույց տվեց, որ Միացյալ Նահանգների հետ բարեկամական հարաբերություններ ունենալը շատ քիչ նշանակություն ունի։ Ավելին, գերտերությունների աշխարհում միջուկային զենք ունենալը համարվում է իմ կարծիքով ինքնապաշտպանության ամենահուսալի միջոցը։ Եվ վերջապես, եթե Միացյալ Նահանգները չի կարողանում բացարձակ հաղթանակ տանել իր հակառակորդի նկատմամբ, ցանկության դեպքում կարող է այդ երկիրը վերածել ձախողված պետության։ Հաշվի առնելով այս դասերը, որոնք տարածաշրջանի շատ երկրներ քաղեն են Լիբիայի օրինակից, ինչպես են այս ընկալումները ձևավորել Իրանի ռազմավարական մտածողությունը եւ երկարաժամկետ անվտանգային քաղաքականությունը։ shape the strategic thinking and long-term security policy in Iran. Well, there are many arguments after the 12th-day war. 12-օրյա պատերազմից եւ այս վերջին պատերազմից հետո ակադեմիական շրջանակներում ռազմավարություն մշակողների, ինչպես նաեւ քաղաքական ու ռազմական շրջանակներում լայն քննարկումներ են ծավալվել այն մասին, թե որն է Իրանի ժողովրդին ու տարածքները պաշտպանելու լավագույն տարբերակը։ Միաժամանակ քննարկում են նաեւ զսպման մեխանիզմները եւ այն, թե ինչպես է պետք հակակշռել տարածաշրջանում առաջացող սպառնալիքներին։ Այսօր արդեն նոր ընկալում է ձևավորվել ոչ միայն Իրանում, այլև ամբողջ տարածաշրջանում։ Ամենայն հավանականությամբ մտածողության փոփոխություն է տեղի ունենում, հատկապես այն երկրներում, որոնք տարիներ շարունակ իրենց անվտանգությունը գնել են արտերկրից։ Խոսքը Պարսից ծոցի հարավում գտնվող արաբական երկրների մասին է։ Տարիներ շարունակ նրանք իրենց անվտանգությունը գնել են Միացյալ Նահանգներից, ձեռք բերելով բարձրակարգ զինատեսակներ, տրիլիոնավոր դոլարներ ծախսելով ռազմական ոլորտում, ինչպես նաև իրենց տարածքներում հյուրընկալելով ամերիկյան ռազմական բազաներ։ Իսկ ինչ եղավ արդյունքում։ Այդ ամերիկյան ռազմաբազաները նրանց համար անվտանգության երաշխիք չդարձան։ Ընդհակառակը, դրանք այսօր վերածվել են անկայունության աղբյուրի։ A very source of insecurity and instability to them. Trouble. And trouble. Այո, եւ իհարկե խնդիրների։ Այդ երկրներն իրենց տարածքում ամերիկյան ռազմաբազաներ էին տեղակայել, եւ երբ Միացյալ Նահանգները որոշեց նման արկածախնդրության գնալ մեկ այլ երկրի տարածաշրջանում կարևոր դեր ունեցող Իրանի դեմ, նրանք հասկացան, որ Թեհրանն օրինական հիմնավորումներով կարող է թիրախավորել իրենց տարածքներն, այսինքն այնտեղ գտնվող ամերիկյան ռազմաբազաները։ Այսպիսով ռազմավարական եւ անվտանգային մոտեցումների առումով տարածաշրջանում ձևավորվում է նոր մտածողություն, ըստ որի անհրաժեշտ է անցում կատարել անվտանգության ապահովման սեփական, ինքնուրույն եւ ներքին հնարավորությունների վրա հիմնված համակարգի։ Սա կարող է դառնալ տարածաշրջանում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման սկիզբը, հիմնված Պարսից ծոցի տարածաշրջանում ներգրաված բոլոր երկրների եւ կողմերի հնարավորությունների եւ համագործակցության վրա։ Ինչ վերաբերում է Իրանի ռազմավարական մտածողությանը եւ միջուկային ծրագրին, Իրանի միջուկային ծրագիրն ի սկզբանե մշակվել է խաղաղ նպատակներով։ Այս մասին բազմիցս հայտարարել են ոչ միայն միջազգային կառույցներն ու կազմակերպությունները, այդ թվում ՄԱԳԱՏ-ն եւ այլ կառույցներ, հիմնվելով համապարփակ ստուգումների եւ իրենց հետ Իրանի համագործակցության վրա, այլ նաեւ Միացյալ Նահանգների հետախուզական
մարմինները, որոնք եւս մի քանի անգամ ընդգծել են, որ Իրանի միջուկային ծրագիրը ռազմական բնույթ չունի, սակայն միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը NPT-ն չկարողացավ Իրանի խաղաղ միջուկային ծրագիրը պաշտպանել ագրեսիայից։ Բազմաթիվ հարվածներ հասցվեցին իրանական միջուկային օբյեկտներին այն դեպքում, երբ Թեհրանը պայմանագրի կողմ է, իսկ այդ պայմանագիրը հիմնված է ինչպես պարտավորությունների, այնպես էլ իրավունքների վրա։ Այսինքն պետք է գոյություն ունենա պարտավորությունների եւ իրավունքների միջև հավասարակշռություն, ինչը սակայն գոյություն չունի։ NPT-ն ի վիճակի չեղավ Իրանը եւ իրանական միջուկային օբյեկտները պաշտպանել ամերիկյան եւ իսրայելական հարձակումներից ու հարվածներից։ Ակադեմիական շրջանակներում այսօր կան մարդիկ, որոնք ասում են, որ եթե NPT-ն չի կարողանում պաշտպանել Իրանի խաղաղ միջուկային ծրագիրը եւ եթե զսպման մյուս մեխանիզմներն էլ բավարար արդյունավետ չեն գործում, ապա ինչու Իրանը չպետք է դիտարկի ռազմականացված միջուկային ծրագրի հնարավորությունը։ Որոշ փորձագետներ նույնիսկ խոսում են NPT-ից դուրս գալու տարբերակի մասին։ Այս քննարկումները սակայն տեղի են ունենում ակադեմիական շրջանակներում։ Իրանի պաշտոնական դիրքորոշումը դեռևս չի փոխվել։ Թեհրանի ռազմավարական մոտեցումը շարունակում է մնալ նույնը։ Մենք ասում ենք, որ Իրանի միջուկային ծրագիրը ռազմական նպատակներ չունի եւ չի ստանալու ռազմական բնույթ։ Սա բացառապես խաղաղ միջուկային ծրագիր է։ Այս առումով Իրանը պատրաստ է լիակատար թափանցիկության, եթե Միացյալ Նահանգները ճանաչի NPT-ի շրջանակում Իրանի անկախտելի իրավունքները։ Սա է Իրանի պաշտոնական դիրքորոշումը։ This is the Iranian official position. I got it. So Iran is a member of international institutions. Իրանն անդամակցում է Չինաստանի եւ Ռուսաստանի հովանու ներքո գործող միջազգային կառույցներին, ինչպիսիք են BRICS-ը եւ Շանհայի համագործակցության կազմակերպությունը։ Իրանը Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ չէ, սակայն վերջին շրջանում զգալիորեն խորացրել է իր հարաբերություններն այս կազմակերպության անդամ երկրների հետ։ 2024 թվականին Թեհրանը ստացել է ԵԱՏՄ-ում դիտորդ պետության կարգավիճակ, իսկ անցյալ տարի կազմակերպության հետ ստորագրել է լիարժեք ազատ առևտրի համաձայնագիր։ Այս համաձայնագրի շրջանակում զգալիորեն նվազել են Իրանի եւ ԵԱՏՄ անդամ երկրների միջև առևտրային մաքսատուրքերը, ընդգրկելով ապրանքների գրեթե 90%-ը։ Համաձայնագրի նպատակն է խթանել առևտուրը, լոգիստիկան եւ տարածաշրջանային ինտեգրումը։ Ինչպես եք տեսնում Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջև համագործակցության ապագան եւ արդյոք Հայաստանի անդամակցությունը նպաստում է կազմակերպության հետ Թեհրանի համագործակցությանը։ Facilitate your business with this organization. Sure. We have 14 members, 14 neighbors. Մենք ունենք 14 հարևան, մենք սահմանակից ենք 14 երկրի, եւ նաեւ այս պատճառով է, որ Իրանը կարողացել է դիմակայել բոլոր այն անօրինական պատժամիջոցներին եւ Թրամփի վարչակազմի այսպես կոչված առավելագույն ճնշման քաղաքականությանը։ Մեր յուրաքանչյուր հարևան ունի համագործակցության որոշակի ներուժ եւ մենք կարող ենք այդ համագործակցությունը ձևավորել նրանցից յուրաքանչյուրի հետ։ Հայաստանը նույնպես մեզ համար կարևոր նշանակություն ունի։ Մեր երկրների միջև տնտեսական համագործակցության մակարդակը բավական բարձր է եւ նույնիսկ ընդլայնվում է։ Այս նոր միջազգային եւ տարածաշրջանային կառույցները ստեղծվել են այն պատճառով, որ ինչ-որ բան սխալ էր։ Ներկայիս աշխարհակարգն այլևս բավարար չափով ի վիճակի չէր կառավարել տարբեր երկրների միջև հարաբերությունները, ինչպես նաև ձևավորվող նոր ուժերի եւ դերակատարների միջև փոխգործակցությունը։ Միացյալ Նահանգները սառը պատերազմի ավարտից հետո փորձում էր հասնել հեգեմոնիայի, ցկտելով ձևավորել միաբևեռ աշխարհակարգ, հիմնված իր գերակայության վրա։ Ամերիկայի Միացյալ Նահանգները, սակայն վերջին տարիներին գտնվում է անկման փուլում, թե տնտեսական, թե ռազմական, թե փափուկ ուժի տեսանկյունից։ Հետևաբար ձևավորվել են նոր միջազգային ինստիտուտների ստեղծման խիստ անհրաժեշտություն, կառույցներ, որոնք կկարողանան բացահայտել եւ զարգացնել այն ներուժը, որը ձևավորվում է տարբեր տարածաշրջաններում, այդ թվում մեր տարածաշրջանում, Եվրասիայում։ BRICS-ը, Շանհայի համագործակցության կազմակերպությունը եւ Եվրասիական տնտեսական միությունը վերջին տասնամյակներում ստեղծված կարևոր կառույցներից են։ Դրանք ունեն մեծ ներուժ տարբեր երկրների եւ կողմերի միջև համագործակցության եւ ինտեգրման համար։ Մենք շատ լավ տնտեսական գործընկերություն ունենք ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների հետ եւ կարծում եմ, որ Հայաստանը կարող է կարևոր դեր խաղալ Իրանի եւ Ռուսաստանի, Բելարուսի, ինչպես նաեւ Իրանի հյուսիսում գտնվող այլ երկրների հնարավորությունների ու ներուժի կապակցման գործում։ Որովհետև Հայաստանը կազմակերպության միակ անդամ պետությունն է, որը սահման ունի Իրանի հետ։ Իհարկե, Հայաստանն Իրանի անմիջական հարևանն է եւ մենք Հայաստանի հետ ունենք շատ լավ հարաբերություններ։ Հայաստանը կարող է նաեւ կարևոր դեր խաղալ որպես տարածաշրջանային տարանցիկ հանգույց, թե Հարավային Կովկասում, թե ավելի լայն տարածաշրջանում։ Մենք քննարկում ենք ծրագրեր, որոնք միտված են Պարսից ծոցն ու Օմանի ծովը Հայաստանի միջոցով Սև ծովին կապելուն։ Այդ առումով Հայաստանը կարող է կարևոր դեր ունենալ թե երկաթուղային, թե ճանապարհային հաղորդակցությունների տեսանկյունից։ Սա Հայաստանի համար հսկայական ներուժ է, որը հետագայում պետք է օգտագործվի։ Կարող ենք նաեւ դիտարկել Հայաստանի հետ այնպիսի
համագործակցություն, որի շրջանակում իրանական որոշ արդյունաբերական արտադրանքներ վերջնական մշակման փուլը կանցնեն Հայաստանում, բրենդավորվելով որպես հայկական արտադրանք եւ այնուհետեւ արտահանվելով ԵԱՏՄ երկրներ, այլ պետություններ եւ նույնիսկ եվրոպական շուկաներ։ Այսպիսով կա մեծ ներուժ թե Իրանի եւ Հայաստանի երկկողմ համագործակցության, թե Եվրասիական տնտեսական միության շրջանակում երկու երկրների ինստիտուցիոնալ համագործակցության առումով։ Այդ պատճառով մենք փորձում ենք աշխատել տարբեր գաղափարների եւ ծրագրերի շուրջ, հասկանալու թե ինչպես կարող ենք առավելագույնս օգտագործել Իրանի եւ Հայաստանի միջև առկա հնարավորությունները։ The potentials that could work between Iran and Armenia. Since you mentioned Քանի որ անդրադարձանք Հայաստանի եւ Իրանի երկկողմ հարաբերություններին, առաջարկում եմ մի փոքր խոսել նաեւ երկու երկրների միջև առևտրաշրջանառության մասին։ Անձամբ ես գոհ չեմ ներկայիս առևտրի ծավալներից եւ կարծում եմ կարող եմ հիմնավորել տեսակետս։ Իրանական շուկան չափազանց մեծ է, շուրջ 93 միլիոն բնակչությամբ, սակայն 35 տարվա ընթացքում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը չի հասել նույնիսկ տարեկան 1 միլիարդ դոլարի։ Եթե չեմ սխալվում, 24 թվականին այդ ցուցանիշը մոտեցել էր 700 միլիոն դոլարին, ինչը ներառում է նաև գազ էլեկտրաէներգիայի դիմաց պայմանագիրը, որի շրջանակում ֆինանսական փոխանցումներ չեն իրականացվում։ Ինչ է անհրաժեշտ անել Հայաստանի եւ Իրանի միջև առևտրի ծավալները մեծացնելու համար։ Ի վերջո, իրանական շուկայի հնարավորությունները հաշվի առնելով, այդ ցուցանիշը 35 տարվա ընթացքում կարող էր հասնել նույնիսկ 10 միլիարդ դոլարի։ Ձեր կարծիքով կոնկրետ ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն այս ցուցանիշը բարձրացնելու համար։ Well, I agree with you. The potentials are much greater than what Ներուժը զգալիորեն ավելի մեծ է, քան այսօր մեր ունեցած արդյունքները։ Պետք է դիտարկենք եւ մշակենք Իրանի եւ Հայաստանի միջև երկարաժամկետ նախագծեր, որպեսզի ի վերջո հայկական եւ իրանական տնտեսությունները փոխլրացնեն միմյանց։ Հայաստանում կան մեծ հնարավորություններ, որոնցից Իրանը կարող է օգտվել, լինի դա Հայաստանի տարանցիկ դիրքը, թե Հայաստանի հասանելիությունն այլ շուկաներին։ Հայաստանն ունի ազատ առևտրի համաձայնագրեր եվրոպական եւ այլ հարևան երկրների հետ։ some other neighboring countries. Նաև Վրաստանի հետ։ Georgia and others. And Iran has also huge potentials. Այո, Վրաստանի եւ այլ երկրների հետ։ Իրանը նույնպես ունի մեծ ներուժ Հայաստանին նոր հնարավորություններ տրամադրելու առումով։ Օրինակ, էներգետիկ անվտանգության տեսանկյունից Հայաստանն ամբողջությամբ կախված է մեկ կամ լավագույն դեպքում երկու երկրից։ Countries only. Ճիշտ է։ If we try to plan for some sort of Եթե փորձենք մշակել նոր մոդելներ, դրանք նաև կարող են նպաստել Հայաստանի երկարաժամկետ եւ կայուն էներգետիկ անվտանգությանը։ Օրինակ Հայաստանում նավթավերամշակման գործարանի ստեղծմանը, գործարան, որը կսնուցվի իրանական հում նավթով։ Շատ լավ միտք է, անշուշտ։ there will be huge, you know, Ինչ կլինի արդյունքում։ Հայաստանի տնտեսության համար կստեղծվեն հսկայական տնտեսական օգուտներ։ Երկրում վառելիքի եւ նավթավերամշակման արտադրանքի արտադրությունն ու դրանց արտահանման հնարավորությունը, ինչպես նաեւ երկրի տարանցիկ դերակատարության զարգացումն էապես կուժեղացնեն տնտեսությունը։ Վերջերս անցյալ տարի Հնդկաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին ազատ առևտրի համաձայնագիր, որը ներառում է մոտավորապես 2 միլիարդ բնակչություն ունեցող շուկա։ Պատկերացրեք, ինչ հսկայական առևտրատնտեսական հոսքեր կարող է ապագայում ծավալվել Հնդկաստանի եւ Եվրամիության միջեւ։ Իրանը եւ Հայաստանը կարող են դառնալ այդ առևտրի կարևոր մասի կապող օղակները, որքան հնարավորություններ կան եւ կարող ենք իրագործել։ Եթե կարողանանք կառուցել երկաթուղային կապերը Ջուլֆայից մինչև Երասխ, ապա Երասխից դեպի Սևծով, ինչն արդեն ընթացքի մեջ է, ապա ինչպիսի տարանցիկ հնարավորություններ կբացվեն թե Իրանի, թե Հայաստանի տնտեսությունների համար։ Իրանը մեծ ներուժ ունի նաեւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Սա նույնպես կարող է դառնալ համագործակցության կարևոր ուղղություն։ Բացի այդ, կարելի է դիտարկել նաեւ Իրանի եւ Հայաստանի միջև համատեղ ազատ տնտեսական գոտու ստեղծման նոր ծրագրեր։ Սահմանի մյուս կողմերում ունենք Արաքսի ազատ տնտեսական գոտին հսկայական ներուժ ունեցող տնտեսական տարածք։ Պատկերացրեք, այդ ազատ տնտեսական գոտին կապվի հայկական կողմի համապատասխան կառույցների հետ։ Դրանք կարող են փոխլրացնել միմյանց։ Ազատ տնտեսական գոտում գործող տարբեր ընկերություններ եւ գործարարներ կփոխլրացնեն միմյանց։ Մենք պետք է բաց լինենք նոր գաղափարների համար եւ մտածենք, թե ինչպես այդ գաղափարները վերածել կոնկրետ ծրագրերի, երկու մեծ ժողովուրդների միջև կապերն ամրապնդելու համար։ Մենք պետք է հավակնոտ լինենք։ We need to be ambitious. Sure, I like that. Անշուշտ, շատ լավ միտք է։ Պետք չէ սահմանափակվել միայն փոքր նախագծերով կամ ծրագրերով։ Պետք է ավելի հավակնոտ լինել, քանի որ երկու կողմերի ներուժն էլ շատ մեծ է։ I like your idea about the refinery in
Ինձ դուր եկավ նավթավերամշակման գործարանի վերաբերյալ ձեր գաղափարը։ Հավանաբար նկատի ունեք, որ այդ կառուցվի Սյունիքի մարզում, այն կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անվտանգության հետ կապված բազմաթիվ խնդիրներ։ Ինչ վերաբերում է Սյունիքի մարզում հաղորդակցություններին, տարբեր երկրներում այն տարբեր կերպ են անվանում։ Վերջերս հունվարին Վաշինգտոնում ստորագրվեց փաստաթուղթ այս հաղորդակցությունների վերաբերյալ։ Թեև ստորագրված փաստաթուղթը դեռևս իրավաբանական պարտադիր ուժ չունի, եւ այս պահին ոչ Հայաստանը, ոչ Միացյալ Նահանգները չունեն որևէ իրավական կամ ֆինանսական պարտավորություն ըստ այդ փաստաթղթի։ Այդ երթուղու 74% բաժնեմասը նախատեսվում է տրամադրել Միացյալ Նահանգներին։ Անկեղծ ասած չգիտեմ ինչու, ես առավելագույնը 25%-ը կտրամադրեի։ Այնուամենայնիվ բանակցությունների արդյունքում որոշվել է 74%։ Այսպիսով հաշվի առնելով նաև տարածաշրջանում շարունակվող պատերազմը, հարցս հետևյալն է. արդյոք ապագայում, իդեպ տեսեք խնդրել եմ գործընկերներից ցուցադրել տարածաշրջանի քարտեզը, արդյոք ապագայում ամերիկյան ներկայությունը տարածաշրջանում կարող է Իրանի համար ընդունելի լինել։ Ինչպիսին կլինի Իրանի արձագանքը, հաշվի առնելով, որ Իրանը միակ երկիրն է, որը Սյունիքի մարզում Կապան քաղաքում բացել է գլխավոր հյուպատոսություն, եւ արդյոք Թեհրանը հիմա իրեն տեսնում է որպես տարածաշրջանում ավելի ակտիվ ռազմավարական դերակատար։ More active strategic player in balancing the region. Well, a resilient Ամուր Հայաստանը եւ Ամուր Սյունիքը չափազանց կարեւոր են Իրանի ռազմավարական հաշվարկներում։ Մենք համոզված ենք, որ հարավային Կովկասի երկրների միջև պետք է պահպանվի որոշակի հավասարակշռություն։ Տարբեր ոլորտներում այդ հավասարակշռության ապահովումը կարող է երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունն իրականություն դարձնել։ Կայունությունն, անվտանգությունն, ինչպես նաեւ խաղաղությունը հնարավոր են այն ժամանակ, երբ տարածաշրջանում գոյություն ունի տարբեր դերակատարների կարողությունների եւ ուժի հավասարակշռություն։ Մենք միշտ դեմ ենք եղել ցանկացած գաղափարի, որը կարող է խաթարել Հայաստանում տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Եղել են քննարկումներ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին, որին Իրանը կտրականապես դեմ է։ Մենք ընդգծել ենք, որ թույլ չենք տա դա իրականություն դառնա, քանի որ դա հիմնված է պատմական հավակնությունների կամ աշխարհագրական նպատակների վրա, որոնք կարող են խաթարել Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ փոխել տարածաշրջանի երկրների միջև ներկայիս սահմանային կարգավիճակը։ Ուստի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, երկրի անվտանգությունը եւ հայ ժողովրդի ինքնիշխանությունը կենսական նշանակություն ունեն Իրանի համար։ Մենք որևէ առարկություն չունենք այն ամենի դեմ, ինչը հայ ժողովուրդը կհամարի իր լավագույն շահ։ Ռազմավարական առումով Հայաստանը գտնվում է շատ կարևոր դիրքում, եւ երկրի հնարավորությունների ու ներուժի թվում է նաեւ նրա կապող հանգույց լինելու կարողությունը։ Հանգույց, որը կարող է ապահովել կապը տարբեր տարածաշրջանների միջև։ Մենք իսկապես ցանկանում ենք, որ Հայաստանը կարողանա առավելագույնս օգտագործել այդ ներուժն ի շահ իր բարեկեցության եւ զարգացման։ Հայաստանի կայունությունն ու բարեկեցությունը կենսական նշանակության հարց է նաեւ Իրանի համար։ Ինչ վերաբերում է այսպես կոչված TRIP նախագծին, ապա մենք ի սկզբանե կապի մեջ ենք եղել հայկական կողմի հետ։ Երկու երկրների միջև գործում են արդյունավետ հաղորդակցման տարբեր ուղիներ։ Հայկական կողմի դիրքորոշումը հիմնված է իշխանությունների այն համոզման վրա, որ նմանատիպ որևէ նախագիծ որևէ կերպ չպետք է վնասի Իրանի եւ Հայաստանի միջև հարաբերություններին, ինչպես նաեւ չպետք է ազդի երկու երկրների միջև սահմանային եւ կապի հարցերի վրա։ Մենք փորձում ենք ամրապնդել այս հաղորդակցությունը, վստահ լինելու համար, որ սահմանի մյուս կողմում Հայաստանի տարածքում որևէ արտաքին ներկայություն որևէ կերպ չի տարածվի։ Այս առումով նախ կարևոր է Հայաստանի ինքնիշխանության ու անվտանգության հարցը, եւ երկրորդ, կարևոր է, որ նախագիծը չազդի Իրանի եւ Հայաստանի միջև գոյություն ունեցող վստահության վրա, որը երկար տարիներ եղել է մեր հարաբերությունների ամենակարևոր հենասյուներից մեկը։ Եվ մինչև հայկական կողմը ներգրաված է այս նախագծի իրականացմանը, չեմ ցանկանում անդրադառնալ դրա մանրամասներին։ Հուսով ենք, որ այն ոչ մի դեպքում չի դառնա անվստահության կամ սպառնալիքի աղբյուր որևէ երկրի համար, այդ թվում Իրանի։ Վերջին ագրեսիայից հետո Իրանի զգայունությունը Միացյալ Նահանգների մոտեցումների եւ Վաշինգտոնից եկող թշնամական տրամադրությունների նկատմամբ ավելի է աճել։ Հույս ունենք, որ դիվանագիտական ուղիներով եւ Իրանի ու Հայաստանի միջև շարունակական հաղորդակցության միջոցով հնարավոր կլինի գտնել այնպիսի լուծումներ, որոնք թույլ չեն տա, որ ոչ այս նախագիծը, ոչ էլ որևէ այլ ծրագիր վնասի Իրանի եւ Հայաստանի միջև գոյություն ունեցող չափազանց կարևոր հարաբերությունների։ Very good. Now let's get to the last part of our discussion. Շատ լավ, այժմ անցնենք մեր քննարկման վերջին հատվածին։ Հայաստանում միշտ մեծ հետաքրքրություն է եղել Իրանի եւ իրանագիտության նկատմամբ։ Վստահ եմ գիտեք, որ Երևանի պետական համալսարանում կա արևելագիտության ֆակուլտետ։ Հայ-ռուսական համալսարանում նույնպես կա արևելագիտության ինստիտուտ։ Արևելագիտության բաժին կա նաև գիտությունների ազգային ակադեմիայում։
Ինչպես տեսնում եք, Իրանի եւ պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է Հայաստանում։ Իրանն ունի շատ հին քաղաքակրթական ինքնություն։ Այն ունի խոր փիլիսոփայական եւ բանաստեղծական ավանդույթներ, զարգացած կրթական համակարգ, գիտական մեծ ներուժ, իսկ Իրանի բնակչությունն ունի բարձր կրթական մակարդակ եւ քաղաքական գիտակցություն Մերձավոր Արևելքի բազմաթիվ այլ երկրների համեմատ։ Մերձավոր Արևելքում, սակայն, որպես այդպիսին երբևէ չի ձևավորվել լուսավորության շարժում։ Իհարկե, չեմ խոսում 8-րդ դարի իսլամական ոսկե դարի մասին, Բաղդադի հիմնադրմամբ, որը շարունակվեց մինչև 14-րդ դարը։ Դա միանգամայն այլ երևույթ էր։ Սակայն Մերձավոր Արևելքում երբեք չի ձևավորվել լուսավորության այնպիսի շարժում, ինչպես Եվրոպայում 18-րդ դարում կամ Ճապոնիայում Մեիջի ժամանակաշրջանում։ Ինչ եք կարծում, արդյոք Իրանը կարող է մտավոր առումով ներդրում ունենալ ժամանակակից իսլամական լուսավորության ձևավորման գործում։ Արդյոք հնարավոր է այս փոփոխվող աշխարհում ձևավորվի իսլամական լուսավորություն եւ Իրանը կարող է իր ներդրում ունենալ այդ գործընթացում, հաշվի առնել բոլոր այն առավելությունները, որոնք այն ունի։ Iran can make a contribution given all these advantages Iran has. Sure, why not? There is a new momentum. Իհարկե, ինչու ոչ։ Այժմ ձևավորվում է նոր դինամիկա։ Գիտեք, տարածաշրջանում առկա անկայունության հիմնական պատճառներից մեկը Իսրայելի անօրինական ռեժիմն է, որը ստեղծվել է 78 տարի առաջ։ Պաղեստինցի ժողովրդի նկատմամբ իրականացվող բռնազավթումների եւ հպատակեցման պատճառով այս ամբողջ ընթացքում այն եղել է տարածաշրջանային անկայունության գլխավոր աղբյուրը։ Եվ ցավոք, անկայունության այս աղբյուրը մինչև օրս շարունակում է գոյություն ունենալ տարածաշրջանում։ Սակայն տարածաշրջանի իսլամական երկրները շատ ընդհանրություններ ունեն։ Տարածաշրջանի ժողովուրդները միմյանց նկատմամբ դրական ու բարեկամական վերաբերմունք ունեն։ Նրանք հսկայական ներուժ ունեն, թե բնական ռեսուրսների, թե մարդկային կապիտալի առումով։ Բացի այդ, տարածաշրջանը հարուստ է պատմական եւ մշակութային ավանդույթներով։ Իդեպ, Իրանը կարևոր դեր է ունեցել հենց այն ոսկեդարի ձևավորման մեջ, որի մասին խոսեցինք։ Այդ ժամանակաշրջանի բազմաթիվ գիտնականներ, մտածողներ, փիլիսոփաներ, աստղագետներ, բանաստեղծներ, գիտնականներ եւ բժիշկներ իրանցիներ էին։ Այսօր եւս կարելի է մտածել տարածաշրջանում այդ լուսավորության վերածննդի մասին, հիմնվելով այն մեծ ներուժի եւ հնարավորությունների վրա, որ ունեն տարածաշրջանի մեծ ժողովուրդները։ Սակայն դրա համար անհրաժեշտ է մտավոր եւ գաղափարական վերափոխում, ինչպես հասարակությունների, այնպես էլ տարածաշրջանի ղեկավարների մտածողության մեջ։ Պետք է տարաձայնությունների, բաժանարար գծերի եւ մշտական անվտանգային մտածողության դարաշրջանից անցում կատարել նոր մտածելակերպի, որը միտված կլինի զարգացմանը, խաղաղությանը եւ տարածաշրջանում առկա հնարավորությունների լիարժեք օգտագործմանը, այսինքն ձևավորել տարածաշրջանային ներքին մեխանիզմներ համագործակցության, համերաշխության, փոխլրացման եւ ինտեգրման համար։ Եթե այդ գաղափարական փոփոխությունները տեղի ունենա, տարածաշրջանի երկրները մեծ հնարավորություն կունենան դառնալու տնտեսական եւ ռազմական ուժի կարևոր աղբյուրներ, ինչպես նաեւ արդյունավետ օգտագործելու իրենց հսկայական մարդկային ներուժը, դառնալով տեխնոլոգիական առաջընթացի եւ տարածաշրջանում տնտեսական ինտեգրման առաջատարներ։ Նման օրինակ արդեն իսկ ունենք Եվրոպական միությունը։ Երկու ավելի համաշխարհային պատերազմներից հետո, որոնք ոչնչացրին Եվրոպայի մեծ մասը եւ միլիոնավոր զոհեր պատճառեցին, եվրոպական երկրները կարողացան անցնել ինտեգրման ճանապարհով։ Եվ այսօր Եմեն աշխարհի ամենահաջողված ինտեգրացիոն համակարգն է։ Ուրեմն ինչու Մերձավոր Արևելքի երկրները չեն կարող օգտվել իրենց իսկ ունեցած ներուժից եւ շարժվել ինտեգրման ուղղությամբ։ Սա հնարավոր է եւ Իրանը պատրաստ է իր ներդրումն ունենալ այդ նպատակի իրականացման գործում։ Տարածաշրջանում անվտանգային համակարգի ստեղծման վերաբերյալ Իրանի նախաձեռնությունները ցավոք երկար տարիներ անտեսվել են։ Իրանի դեմ վերջին ագրեսիայից, ինչպես նաև տարածաշրջանի երկրների շրջանում առաջացած այն գիտակցումից հետո, որ ամերիկյան ռազմական բազաներն ավելի շատ պարտավորություններ են ստեղծում, քան առավելություններ տալիս, հույս ունենք, որ տարածաշրջանի ղեկավարների մտածողության մեջ նույնպես փոփոխություն տեղի կունենա։ Հույս ունենք, որ նրանք կձգտեն միասնության, հիմնվելով ներքին կարողությունների վրա։ Local potentials and capabilities. Right, and we are not at the end. Այո, եւ կարծում եմ մենք դեռ չենք հասել այն պատերազմի ավարտին, որը սկսել է նախագահ Թրամփը, այլ գտնվում ենք շատ ավելի մեծ գործընթացի կիզակետում։ Իսկ այն, ինչ այսօր տեղի է ունենում Իրանում, չափազանց կարևոր է մեզ հայերիս համար, որովհետև Իրանը պարզապես հարևան կամ գործընկեր չէ, այլ մեր դաշնակիցն է։ 1973 թվականից ի վեր Պարսից ծոցի պատերազմների եւ Մերձավոր Արևելքի ճգնաժամերի ընթացքում տեղի ունեցած ոչ մի իրադարձություն չի կարող համեմատվել այդ ամենի հետ, ինչ տեղի է ունենում հիմա։ Նկատի ունեմ այն հսկայական ցնցումը, որն այժմ տարածվում է համաշխարհային տնտեսության վրա եւ խոսքը միայն նավթի գների մասին չէ։
Կարծում եմ ամենակարևոր հարցը, եւ ես այդ եզրակացությանը գալիս եմ ձեր պատասխաններից, հատկապես մեր քննարկման սկզբում ձեր ասացներից, ամենակարևոր հարցն իրականում այն չէ, արդյոք Միացյալ Նահանգները կկարողանա հաղթել այս պատերազմում, այլ այն, արդյոք Միացյալ Նահանգները կկարողանա գիտակցել, որ հաղթանակը, որին այն ձգտում է, այլևս գործնականում հասանելի չէ։ If President Trump is realistic enough and wise enough, Եթե նախագահ Թրամփը բավականաչափ իրատես եւ խոհեմ լինի, նա կարող է այս իրավիճակից դուրս գալ որպես հաղթող, հրաժարվելով այս պատերազմից եւ ընդունելով այն փաստը, որ Միացյալ Նահանգները չկարողացավ հասնել այն ռազմավարական նպատակներին, որոնք նույնիսկ ամբողջությամբ իր նպատակները չէին, այլ մեծապես բխում էին Իսրայելի ռազմավարական շահերից։ Եթե նա բավականաչափ իրատես լինի եւ հրաժարվի Իրանի դեմ նոր ագրեսիայից, այդպիսով կխուսափի Միացյալ Նահանգներին, ամերիկյան ռազմաբազաներն ու ամերիկացի զինվորներին, ինչպես նաեւ տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցներին նոր սպառնալիքների առաջ կանգնեցնելուց։ Դա ինքնին կարող է դիտվել որպես հաղթանակ։ Եթե նրանք փորձեն այս իրավիճակում կանգ առնել եւ ավարտել ամեն ինչ ներկայիս փուլում, դա Թրամփի համար կարող է համարվել հաղթանակ, քանի որ նա ստիպված չի լինի բախվել նոր ագրեսիայի ծանր եւ ողբերգական հետևանքներին։ Այդպիսի զարգացումները կարող են բացասական հետևանքներ ունենալ Միացյալ Նահանգների, հանրապետական կուսակցության եւ ցավոք նաեւ ամերիկյան մեծ ժողովրդի համար։ Ուստի հույս ունեմ, որ ինչ-որ մեկը կօգնի նրան հասկանալ այս ամենը։ Նա կարծես արդեն հասկացել է, որ Իրանի ժողովրդի հետ սպառնալիքների լեզվով խոսելն արդյունք չի տալիս։ Նա այլ երկրների նկատմամբ կիրառել է սպառնալիքների եւ ճնշման լեզուն, եւ դա տվել է ցանկալի արդյունքը։ Այս դեպքում, սակայն, նա այնքան զայրացած էր, որ մի քանի անգամ հնչեցրեց բոլորովին անհեթեթ հայտարարություններ, սպառնալով վերացնել իրանական ժողովրդին կամ իրանական քաղաքակրթությունը։ Սակայն այդ բոլոր սպառնալիքներին իրանցիները բավական հանգիստ արձագանքեցին, ասելով, որ հնարավոր չէ ոչնչացնել մի ժողովրդի, որը քաղաքակրթական ժողովուրդ է եւ հազարամյակների խորքից եկող պատմություն ունի, պարզապես անհնար է։ Նա հավանաբար հենց այդ պատճառով էլ այժմ սկսել է ասել, որ Իրանի ժողովուրդը որոշ առումով տարբերվում է մյուսներից, այդքանը բավական է։ Հույս ունեմ, որ նա բավարար չափով խոհեմ կգտնվի։ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև առկա խնդիրների լուծման քաղաքական կարգավորման հնարավորություններ նույնպես կան։ Տարբեր առաջարկների եւ գաղափարների վերաբերյալ շփումներն արդեն եղել են, եւ դրանք կարող են հիմք դառնալ երկու կողմերի միջև հնարավոր համաձայնության եւ կարգավորման հասնելու համար։ Եթե նա բավականաչափ խոհեմ լինի, չորթեգրի առավելապաշտական մոտեցում եւ չփորձի ստանալ այն ամենն, ինչ սովորաբար ակնկալում է հաղթող կողմը, այն դեպքում, երբ ինքն այս հակամարտության փաստացի հաղթողը չի, կարող են բացվել խաղաղ կարգավորման նոր հնարավորություններ։ Հույս ունեմ, որ այդպես կլինի։ Իրանի ժողովուրդը խաղաղասեր ժողովուրդ է։ Առնվազն վերջին 400 տարիների ընթացքում մենք որևէ երկիր չենք ներխուժել։ 400 years. That's for sure. Անկասկած։ We never invaded any country. Մենք երբևէ չենք ներխուժել որևէ երկիր եւ չենք սանձազերծել որևէ ագրեսիա։ Իրանի ժողովուրդը խաղաղասեր ժողովուրդ է, ինչպես նշեցինք, Իրանի ժողովուրդը պոեզիայի, գրականության, գիտության եւ տեխնոլոգիայի ժողովուրդ է։ Մեր նախնիների թողած ժառանգությունը մեզ համար նաև պատասխանատվություն է, այն պահպանելու եւ արժևորելու պարտավորություն։ Մենք ցանկանում ենք միշտ մնալ նույն ժողովուրդը եւ ստիպված չլինել գնալ պատերազմի, սպառնալիքների, անկայունության եւ պատերազմի հետևանքով առաջացող բոլոր անցանկալի երևույթների ճանապարհով։ That would emerge out of the war. Thank you so much. Thank you. It was great having you here, Ambassador. Մեր հյուրը Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, նորին գերազանցություն Խալիլ Շիրօղլամին էր։ Շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Thank you for being with us. Thank you so much. Ես եմ My շնորհակալ։ pleasure.